Օրհնյալ Տեր մեր Հիսուս Քրիստոս ամեն։ Հայաստանի իշխանության հակաեկեղեցական արշավից 1 տարի անց խախտել է լռությունը ամենայն հայոց կաթողիկոսը։ Եղեցին կամքով Տերունական աղոթքով է սկսել Գարեգին II հարցազրույցը 6 լրատվամիջոցի ներկայացուցիչների հետ։ սիրելիներ, Հարցեր են կուտակվել այս 1 տարում։ Գիտի վեհապարը, որ ժողովուրդը իր խոսքին է սպասում։ այսօր այս հանդիպումը այդ գեղեցիկ առիթն է։ Հանգստացնում է Գարեգին II միլիոնավոր հավատացյալներին։ Եկեղեցին պատրաստ է պաշտպանել իր իրավունքները։ Առիթ է Որևէ ճնշում չի կարող սասանել Սուրբ Էջմիածինը։ ճնշումների ներգործության ներքո երբեք մենք նման քայլ չենք կատարի, թույլ չենք տա։ Մենք ուխտել ենք եւ մեր ուխտին հավատարիմ կանգնելու ենք պաշտպան մեր եկեղեցու իրավունքների։ Որևէ կերպ, որևէ կառույցի եւ իշխանության թույլ չտալ, որ միջամուխ լինի եկեղեցու ներքին կյանքին եւ փորձի եկեղեցին ենթարկեցնել իր կամքին։ Վստահ է վեհապարը, աներեր է մնալու եկեղեցին, եթե անգամ ընտրություններից հետո շարունակվի արշավը իրենց դեմ։ Այդքան դյուրին չէ հայոց հայրապետին հրաժարական պարտադրել։ Եկեղեցին ունի իր կանոնական սկզբունքները։ Եվ հայոց հայրապետի պաշտոնազրկումը ենթակա չէ որևէ իշխանության, որևէ անձի եւ կառույցի տնօրինման։ Եթե հարցեր կան ընդդեմ հայոց հայրապետի կամ որևէ եկեղեցականի, այդ հարցերը քննարկվում են համապատասխան ատյաններում եւ կայացվում են համապատասխան որոշումներ։ Չի անհանգստացնում հայրապետին իր դեմ հարուցված քրեական գործը։ Դատարանում տասնյակ հայցեր կան նաև այլ բարձրաստիճան հոգևորականների դեմ։ Նրանք պատվով են տանում կալանքներն ու մեղադրանքները, նկատում է հայրապետը, բայց դրանց շինծու լինելու մասին խոսում են բազմաթիվ իրավապաշտպաններ։ Եթե նման գործողության դիմեն, ձերբակալեն հայոց հայրապետին, անշուշտ մենք պիտի ենթարկվենք գործողորենքին։ Եթե անարդար է, բնականաբար բոլոր միջոցները պիտի կիրառենք, որպեսզի արդարությունը հաղթող լինի։ Անարդարությունը գործադրության չդրվի։ Եթե չհաջողեցինք, բնականաբար, ինչպես մեր մյուս հոգևորականների պարականը, մենք նույնպես պատրաստ ենք հանձնառությամբ կրելու այդ անարդար պատիժը եւ որոշումը։ Բայց որևէ կերպով մեր դիրքորոշումը չի փոխվելու։ Մենք շարունակելու ենք մնալ հավատարիմ մեր սրբազան ուխտին, հավատարիմ մեր ծառայությանը, մեր ազգին եւ հայրենիքին։ Մի բացահայտում է անում վեհապարը, իշխանության մեղադրանքը, թե հարկ չի վճարում եկեղեցին, կեղծ է։ Եկեղեցին հարկատու է եւ հարկեր վճարում է։ Սակայն գույքահարկի վերաբերյալ առանցին հանձնաժողով ստեղծվեց, որպեսզի քննության առնեն, թե որ գույքերի նկատմամբ պետք է հարկ սահմանվի։ Այդ գործընթացը դադարեցվեց եւ այսօր արդեն կամայական կերպով մեզ փաստաթղթեր են ներկայացնում, որտեղ ոչ միայն գույքահարկն է հաշվարկված, այլ նաեւ տուժերը եւ տուգանքները։ Ըստ հայրապետի հարկ են վճարում նաեւ մոմերի համար։ Նաեւ մենք հարկ ենք վճարել մոմերի արտադրության հումքի դիմաց։ Թեև մինչև այս պահը այդ հումքի համար նման վճարում չի եղել, այն ազատված էր եղել հարկից, բայց արդեն որքան որ տեղեկացված եմ, փոփոխություն է կատարվել օրենսդրության մեջ եւ մոմերի պատրաստման նյութը արդեն չի դիտվում որպես ծիսական առարկա,
եւ ենթակա է հարկման։ Վեհափառը համոզված է, հայ առաքելական եկեղեցու դեմ արշավը իշխանությունը սկսել է, որովհետև եկեղեցին պայքարում է Արցախից բռնի տեղահանվածների իրավունքների համար։ Մենք Արցախից տեղահանված մեր զավակների իրավունքների պաշտպանության հարցն ենք բարձրաձայնում տարբեր մակարդակների վրա։ Ինչպես նաև գերեվարված մեր զավակների։ Դրանից հետո են իրեն մեղադրել քաղաքականությանը միջամտելու համար։ Եկեղեցին քաղաքականությամբ չի զբաղվում։ Բայց եկեղեցին չի կարող մի կողմ քաշվել, երբ վտանգ է կախված ժողովրդի գլխին։ Սուրբ Էջմիածնի պարտականությունն է իր խոսքը հնչեցնել վտանգավոր իրավիճակներում։ Մեր երկրին, մեր ժողովրդին հուզող հարցերի խնդիրների առնչությամբ, որոնք հանրային հնչեղություն են ստացել եւ վտանգաշատ իրավիճակների առջև կարող են կանգնեցնել մեր ժողովրդին, եկեղեցին առաջնային պարտականություն ունի այդ հարցերի առնչությամբ իր խոսքը հնչեցնել, իր դիրքորոշումը արտահայտել։ Վեհափառին գահընկեց անելու պատճառներից մեկը ԿՊ-ն նշում էր կուսակրոնության ուխտը խախտելն ու զավակ ունենալը։ Միայն եկեղեցական ատյանը կարող է որոշել, զանցանք գործել է հոգևորականը, թե ոչ, ասում է Գարեգին II։ Մեկ ատյան կա, դա եկեղեցական ատյանն է, որտեղ եկեղեցականը բոլոր հարցերին կպատասխանի։ Լինեն դրանք արդար, թե զպարտչական։ Եվ այդ ատյանը կորոշի իր մոտեցումը տվյալ անձի վերաբերյալ եւ նրան վերագրվող զանցանքների առնչությամբ։ Հերյուրանք է համարում վեհափառը իշխանականների այն պնդումները, թե Մայրաթորը գործակալական ազդեցության տակ է գտնվում, իսկ Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմի առաջնորդը KGB-ի գործակալ է։ Եզրասրբազանի պարագային այդ մեղադրանքը հերքվեց Եզրասրբազանի կողմից։ Ինչ վերաբերում է մեր անձին եւ եկեղեցուն, նույնպես հերյուրանքներ են։ Եկեղեցին ծառայում է Աստծուն, ազգին եւ հայրենիքին։ Հայրապետը հույս ունի, որ Փաշինյանի հայտարարած եկեղեցու բարենորոգմանը միացած հոգևորականները կվերադառնան Մայրաթոր ու կբացատրեն իրենց արարքը։ Ինքը այս ընթացքում չի հանդիպել նրանց։ Լանա Համբարձումյան, Արմեն Ապրեսյան, Հայլուր։